նախորդ սերիաներում։ Վարդ ես հոգնել եմ քեզնից էլ, քո ընտանիքից էլ, բոլորից հոգնել եմ։ Չհասկացա տղա ջան, դու ինչի խանութներին ապրանք չես ուղարկում։ Արա մարդու կյանքն կարևոր թե ոստիկանությունն ու քո խնդիրները զանգի շտապողություն շուտ տալու։ Այն ցավն ու դժբախտությունը, որ տեսա ավոյ աչքերի մեջ, դրա միակ մեղավորը դու ես։ Մի ամբողջ կյանք անիմաստ պայքար տարանք, անվերջապագա փնտրեցինք։ Այնպես որ մտածի, քո պարագայում վիրահատությունն անխուսափելի է։ Ձեռքերդ քաշի քեզ թվում է քեզանից վախենում եմ։ Ու պետք է լսեմ իմ այս ամեն ինչը ինչ որ ինձ ասում ես։ Հիմա սաղ Էդգարինն է։ Չէ, դե մենակ Էդգարինը չի, Էրիկայի ամուսնումն էլ է, Ավոյին է։ Հա, հավես է շատ։ Յարի, արի ներս։ Սիրուն է։ Հավես է, շատ հավես է։ Սեղ գալիս են տենց քեֆ են անում, հա։ Հա։ Դե նայի, բնության գրկում, մաքուր օդ, փակ տարածք, կողքից ոչ մի ավելաճք։ Հա, իրոք հավես է, սիրուն է շատ։ Ամբողջ կոմպլեքսն էլ պատրաստ է, հեսա հատ կնայենք իրար հետ։ Բայց ինչ է։ Դե որ թերություն լինի, մի անգամից տեղում շփթենք։ Հա, հասկացա։ Գնանք։ Գնանք։ Արի։ Սիրտս շատ անհանգիստ է, ես լավ կանխագուշակում չունեմ։ Եթե Ավոն գիտի Էրիկան որտեղ է, գնալու է, ինչի ես այդքան մտածում։ Ես չգիտեմ, չեմ կարող բացատրել ինչ եմ զգում։ Կուզես մենք էլ գնանք։ Եթե գիտես որտեղ է, տոմս վերցնենք, թռնենք։ Այդ էլ չգիտեմ, Ավոյին դուր կգա, թե դուր չի գա։ Երեխեք են գուցե իրանք իրար մեջ խնդիր ունեն, գուցե նեղացած են, գուցե ինչ-որ նուր բարձա ու իրանք չեն ուզում, որ ես իմանամ։ Դե ուրեմն արի սպասենք։ Դե սպասում ենք էլի։ Եթե գիշերվա ընթացքում Ավոն քեզ լավ լուրջ ասեց, առավոտյան կթռնենք։ Ի նկատի ունեմ առաջին մոտակա ռեյսով։ Լավ։ Չեմ ուզում լարվես։ Չեմ կարողանում չլարվեմ։ Կարլեն, ես շատ վատ կանխազգացում ունեմ, հասկանում ես, չգիտեմ, ես մայրական բնած դա թե ինչ է, բայց չգիտեմ։ Ալինա։ Մաման կանչում է, մի հատ տեսնեմ ինչ է ուզում գալ։ Կարելի է։ Համեցեք։ Տուն էի գնում, ուզեցա տեսնեմ ոնց եք։ Ես ուրախ եմ, որ իմ մասին հարցնում եք։ Տրամադրությունը բարձր ենք պահում, չէ։ Բա ոնց, պատճառ չկա գցել։ Սա անցողիկ է, կարևորը ժամանակին ես եկել։ Ուրիշ բան քեզ պետք չի։ Դե հա։ Ես տուն եմ գնում, ինչ ես սիրում, ինչ կուզես քո համար բերեմ։ Ինչ պիտի բերես, ոչ մի բան։ Դու արի ես շփումն էլ է իմ համար կարևոր։ Սենց տնեց գալու եմ, բայց ես տուն եմ գնում, ինչ պատրաստ եմ քո համար։ Պատրաստ ես իմ համար, հա։ Հա, ինչ կուզես։ Ուղղակի այսքան ժամանակ իմ համար ոչ մեկ ոչ մի բան չի պատրաստել։ Դե մի անգամ կարելի է։ Ինչ ես սիրում։ Ես ամեն ինչը սիրում եմ։ Ավելի ճիշտ ուտում եմ ամեն բան։ Սովորել եմ։ Բայց կա մի բան, որ նախընտրում ես։ Այն ինչ իմ համար եմ պատրաստել։ Կյանքումս նման բան չի եղել ու այն էլ տնական։ Դե ես տենց մի երևելի խոհարար չեմ, բայց կփորձեմ մի բան պատրաստել։ Լավ։ Լավ, ես գնացի։ Մինչ վաղը։ Ես ուզում եմ ճանապարհել քեզ բժշկուի։ Կարիք չկա, ես կգնամ։ Համել կքայլեմ։ Լավ։
գնաս պալատ ու կքնես, խունը շատ կարևոր է։ Անպայման։ Դրա կարիքը չկա։ Թույլ տուր քո համար մի լավ բան անեմ, էլի, որովհետև ես էլ եմ ուզում ինձ լավ զգալ։ Դիանա ջան, ինչ ես անում։ Արդեն ուշ է, գնամ տուն։ Դե, այսօր կարող ես մնալ մեր տանը, ինչ կլինի որ։ Մի ուրիշ անգամ։ Չի, արի մնա, Լիդիայի սենյակում կքնես, մենք ես շատ ենք սիրում։ Այս անգամ չեմ կարող։ Ես արդեն գնում ես։ Հա, արդեն գնում եմ։ Ինչի։ Դե պետք է գնամ, վաղ աշխատանքից հետո կգամ քո մոտ։ Վաղը կսպասես կգամ հետևից հետո։ Ինչ։ Այսինքն ոնց կգնաս, դու կարողանում ես քայլել, որ գնաս։ Կարողանում եմ, մամ, օքեյ։ Ես արդեն գնամ, շնորհակալություն։ Լսի Դիանա։ Իմացիր, որ այս տունը նաև քո տունն է։ Առանց զանգելու, զգուշացնելու, երբ ցանկանաս, արի, լավ։ Կարաս գաս նաև չգնալու նպատակով։ Ես գնամ, տաքսիս արդեն եկել է։ Առանց ինձ ասելու տաքսի ես կանչել։ Ես գնամ, դու գնա պարկի, քեզ հանգիստ է պետք։ Իսկ կարամ ես որոշեմ։ Ուրեմն հասկանում ես, թե ինչ վատ բան ես արել, որ գլուխդ կախում ես։ Ես ամաչում եմ։ Ամաչում ես, հա։ Դու գոնե գիտակցում ես, թե ինչ քայլ ես արել։ Գիտես, քո լռությունը երկու բան է նշանակում։ Կամ զղջում ես քո արածների համար, կամ էլ գիտակցում ես ու վախենում ես պատասխանատվությունից։ Ձեզարամ, ես շատ եմ ափսոսում, որ տենց եղավ։ Դու հասուն տղա ես, Աշոտ, ու քայլերիդ համար ինքդ ես պատասխանատու։ Ցանկացած քայլ անելուց առաջ պիտի ծանրութ հետև անես։ Ինչի կհանգեցնի քո այդ քայլը, ինչի եմ այսպես անում, չէ։ Ես չհասկացա ոնց ընկ այդ ծողակը, չհասկացա ինչ կատարվեց, չհասկացա ոնց եղավ, ոնց արեցի։ Աշոտ, ոնց ռոբոին խփեցի։ Մինչև հիմա հավատս չի գալիս։ Իսկ իմ հավատը չի գալիս մի բան։ Դու ոնց ընկերոջդ այդ վիճակում թողեցիր ու փախա, հա? Քույտ, արարքը աններելի է, դու գիտես։ Ես ուզում եմ իմանամ, Ռուբենը իրան ինչ-որ սխալ բան թույլ տվել, հա? Չէ։ Մամ, ինչ ա եղել։ Ալինա, հաց չունենք տանը, սոկ չունենք։ Ուզում եմ սալատ պատրաստեմ, թթվասեր չունենք։ Կարլն էլ տանն անհարմար է։ Մի հատ իջի խանութ։ Մամա, ոչ մի բան մի պատրաստի, հա։ Դες ոնց կլինի մի պատրաստի, դες չի լինի։ Մամ, ես ոչ ուտելու տրամադրություն ունեմ, ոչ էլ ուտելիքի մասին մտածելու։ Լսի, դու ուտելու տրամադրություն չունես, բայց այն մարդը գործից է եկել, քան ժամը մեր տանն է։ Ես խանութ գնացողը չեմ։ Մի րոպե է, իջի առարի։ Մամ, կպատվիրեմ կբերեն, հա։ Պատվիրել ժամերով սպասելու ենք։ Չէ, մամ, տենց բան չկա։ Մի հատ մտի Sky սուպերմարկետ, այնտեղ ամեն ինչ կա, համ թարմա, համ համովա։ Պատրաստի սալատներ էլ կան, պետք չի պատրաստել, պատրաստի ուտելիքներ էլ կան։ Մթերքը թարմ, պատվիրի թող բերեն։ Որտեղ եմ ես։ Հանգիստ, առանց աղմուկ
Դու ով ես ու ինչ ես ուզում ինձնից։ Ավոջան, Էս ինչի քնած չեք։ երեխոցս լուրջ չունեմ, ոնց կքնեմ։ Դու երբ ես թռնում։ Մի ժամից օդանավակայան եմ գնում։ Կարող է ես էլ գամ, արի ես էլ գամ, հա։ Տիկին Ալինա ջան, դուք հանգիստ քնեք, առավոտ երեկոյան ձեզ կզանգի։ Դու հաստատ գիտես ինքը որտեղավոր հյուրանոցում է։ Հասնեմ տեղ, ուղղակի հյուրանոցը գտնելը ժամանակի հարց է։ Դու Էրիկայի հետ չես խոսել։ Չէ, համար անջատած է, բայց մի անհանգստացեք, ես կգտնեմ Էրիկային ու առավոտյան կզանգի ձեզ։ Ավոջան, դուք հաստատ չեք վիճել։ Մենք երբեք չենք վիճում։ Հանգիստ գնացեք քնեք, ես Էրիկային կբերեմ։ Լավ տղա ջան։ Ինչ ասեմ։ Աստված քեզ հետ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր տղա ջան։ Բաժանորդը անջատել է հեռախոսը, բան գտնվում է ռադիոդատկույտից դուրս։ Դե պատասխանի։ Ինչ արել, ինչ սխալ բան արել, հա։ Չէ, Ռուբեն ոչ մի սխալ քայլ չի արել իմ հանդեպ։ Որ սխալ բան չի արել։ Ոնց հասկանամ ես քո արարքը։ Ես ամաչում եմ։ Ես շատ եմ զղջում։ Ես էլ։ Աշոտ։ Ես էլ եմ զղջում, որ տղայիս այդքան մոտ եմ թողել քեզ։ Որ քեզ բերելա գործարան, որ քո հետ ընկերություն արել։ Դու բոլոր առումներով դավաճանել ես ընկերոջդ։ Ու քո արարքը ներում չունի։ Կներեք ինձ։ Ես կապացուցեմ։ Ապացուցի մեզնից ու իմ տղայից հեռու։ Ես իհարկե չէի ուզի, որ այս քո արարքը անպատիժ մնար, բայց ձեռք բարձրացնել մեկի վրա ու իմ տղայի տարիքին է արժանապատվությունս թույլ չի տալիս, այլապես քեզ հայրաբար կապտակի, իսկ հիմա լսի քեզ ինչ եմ ասում, դու քո ճանապարհով գնա, իսկ Ռուբենը իր, այլևս չեմ ուզում քեզ Ռուբենի կողքին տեսնել, երբեք, կներեք ինձ, հա, աշխատի հեռու մնալ իմ ընտանիքից, ու եթե հանկարծ քեզ տեսնեմ Ռուբենի կողքին, այլևս չեմ նայի, որ դու իմ տղայի տարիքին ես, իսկ հիմա չկվի։ Չէ, ես ես տղայի աչքերի մեջ զղջում չտեսա, նա ավելի ստորակ, քան ես պատկերացնում էի, ուշադիր եղիր, այս սրանից ամեն ինչ սպասելի է։ Ազիվ բրծա։ Դարձրեք ծխել 30 փաստաբան եւ աջակցող անձնակազմ։ Ավելի քան 100 տարվա իրավաբանների միասնական փորձառություն, բացառապես ավտոպատահարների եւ վնասվածքների գործերով։ Փայամ Շայանի իրավաբանական գրասենյակ։ Զանգահարեք։ God created woman, and to give her power, Brand Surgical Institute. We love to make you shine. Կալիֆորնիա Dental-ը տարբերվում է մատչելի գներով, ֆինանսավորման ճկուն համակարգով, ամենավերջին տեխնոլոգիաներով։ Ժամանակ մի կորցրեք, այցելեք հենց այսօր եւ վստահեք նրանց ձեր ատամների խնամքը։ Այդպիսով հմայիչ եւ լայն ժպիտը կդառնա ձեր կյանքի անբաժան ուղեկիցը։ Մոտ չգաս։ Ասա ինչ ես ուզում ինձանից։ Դրա մոտից այս կողմ արի խոսենք։ Չէ, մենք հենց հիմա կխոսենք ու ես այստեղից կգնամ։ Ինչ եմ անում ես այս համարում, ով ես դու ու ինչ ես ուզում ինձանից։ Մեր երկրում, երբ որ կինը մենակ է, տղամարդը նրան պաշտպանում է։ Ես մենակ չեմ, ամուսին ունեմ։ Առանց ամուսնու ես վտանգավոր է։ Քեզ ինչ։ Ձայնի տոնը փոխի։ Ես սովոր չեմ, որ իմ հետ տենց են խոսում։ Սովոր չես, ուրեմն ընդհանրապես մի խոսի, հասկացա՞ր։ Ձայնդ իջացրու։ Բաց թող ձեռքս, թե չէ հենց հիմա կգոռամ։ Գորա, ինչքան ուզում ես։ Այս սենյակը հերմետիկ փակ է, ու այս շենքում քեզանից եւ ինձանից բացի ոչ ոք չկա։ Լավ, ինչ ես ուզում դու ինձանից։ Ես չէ։ Քեզ տեսել են եւ ուզում են ծանոթանալ։ Ես ոչ մեկի հետ չեմ ծանոթանում։ Բացի դուռը ես գնում եմ։ Միշտ ապի։ Ով ուզում է քո հետ ծանոթանալ, սովոր է
Փագան մեկը չի։ Ինձ ոչ մեկ չի հետաքրքրում։ Հենց հիմա ես գնում եմ ստեղից։ Պապատ գնաց ու չեկավ։ Դե մամ, գործարանում է լիքը գործ կանելու։ Այս վերջերս շատ ուշ է գալիս։ Մամ, պապան գործարանում մենակ է։ Շատ գործ կանելու։ Ու ոչ ես, ոչ Ավոն հետը չենք։ Դե Ավոն երբ ա եղել, որ սկսել է իրեն տարօրինակ պահել։ Մամ ջան, ամոթ հայլի տենց բան մի ասա։ Խեղճ Ավոն չգիտի որտեղ կիսվի։ Բարի երեկո։ Բարև Լուսինե ջան։ Ոնց ես Ռուբ։ Լավ եմ։ Մի հատ ձեռքերս լվանամ կամ վերքդ վիրակապեմ։ Ես էլ կողքից գնայեմ։ Վերջապես կտեսնեմ Լուսինեն ինչպես է բժշկում։ Մամ ջան, դու սրտից տուլ ես, արի տենց բաներ դու մի նայի։ Խոճուջս, իմ սրտի միակ թույլ կողմը իմ երեխեքն են։ Ուրիշ թույլ կողմ ես չունեմ։ Ավ նորմալ հասել ես։ Հա, բեր հասել եմ ու սենց ասեմ կապել Ամերիկային գտնելու գործի։ Բայց հետքի դուրս եկել ես։ Չէ, դավ ջան, արդեն 6 հյուրանոցն այլ եմ, այդտեղ չի, բայց մի հատ։ Այդտեղ կարծացի իրավունն ազգանունն է գրած։ Դե բնականաբար ստեղ արդեն։ Ուղղակի կողքի սենյակում չեմ ուզում քնից անեմ։ Շատ շուտ ահալ է։ Հասկացա։ Դավ ես քեզ մի քանի ժամից կզանգեմ, հա։ Լավ, աղա ջան։ Ա դու ինչ ես այս ժամին վիրկացել։ Աղա ջան, գործանում եմ ես։ Հո բան չի եղել։ Չէ, ուղղակի մարդիկ կան, կարող է ակտիվանալ։ Թող փորձել է։ Ես վերցնում Ամերիկային ու գամ երկար չեմ մնալու։ Լավ ախպերս։ Լավ դավ կապի մեջ։ Եթե կարիքս զգաս, կասես։ Հանգիստ եղի ախպերս։ Լուսինե ջան։ Հա ջան։ Այս ինչ ես անում։ Ուտելու բան եմ պատրաստում։ Ում համար։ Մի հատ պացիենտ ունեմ, մանկատնից է։ Ոչ մի հարազատ չունի։ Ասեցի քեզ համար մի բան պատրաստեմ բերեմ, նենց ուրախացավ, նենց մեղք էր։ Ճիշտ ասած իմ վրա էլ ազդեց։ Փոքր է։ Չէ, մեծ է։ Կողքին հարազատ չունի։ Ուղղակի մի պահ ես ինձ պատկերացրեցի։ Վայ, ինչի Լուսինե ջան։ Մենք քեզ հարազատ չենք։ Չէ, վարդ ես դա նկատի չունեի։ Ուղղակի ինքը այստեղ մենակ է։ Որ խնդրեմ մի հատ սուրճ կտաս։ Հա, իհարկե, վարդ ջան։ Հոպար արթնացել է։ Դեռ չէ, բայց հոպարի համար էլ եփի, կարտանակը խմի։ Վարդ չես նեղում, չէ, որ այստեղ բան եմ պատրաստում։ Չէ, ինչի պետք է նեղվել, բայց ուրախ կլինի, եթե մի քիչ շատ պատրաստեի։ Դե դու կարող ես օգտվել, ուղղակի պիտի էլի ինչ-որ բան հետը պատրաստես։ Ես նոր ձև եմ գտել, ասեմ քեզ։ Հեռախոսս սուրա։ Տես։ Մտնում ես Sky սուպերմարկետ։ Մտար։ Այստեղ ունեն առաքում իրենք, մթերք, ծաղիկներ, տորթեր, անցանք, ունեն պատրաստի կերակուրներ և աղցաններ, շատ համեղ, բայց կան բանը որ կա, ես էլ ինչի համար կերակուր պատրաստեմ, հոտը կցեմ տնով մեկ, կպնի մեր շորերին ու մազերին։ Ճիշտ ես ասում, վարդ ջան։ Ալինա։ Բարի լույս, մամ ջան։ Բարի լույս։ Հա, ինչ կա, Հավոն զանգել է։ Չէ, մամ, լուրջ չկա։ Չեմ հասկանում։ Էրիկայից լուրջ չկա, թե Աբոյից էլ չկա։ Մամ, Էրիկայի հեռախոսը անհասանելի է, բայց Ավոն էլ չի զանգում։ Ես սպասում եմ մի քիչ օրը բացվի, Ավոն արթնանա,
Նոր զանգեն, ինչ գիտեմ։ Գիշերն ա թռել, քնել ա չի քնել, ինչ գիտեմ երեխուս ինչքան ա մանեկել։ Ինձ թվում էր արդեն ուտի լուր ունենայինք։ Չէ, մամ, չկա։ Ես կգժվեմ։ Հանգստացի, սենց որ գնա լավ չի լինի։ Սիրտս լավ բան չի գուշակում, մամ։ Էլ մի սկսի։ Հա, լավ բան չի գուշակում, լավ բան չի գուշակում։ Երեխեն քնած, հա։ Հա, լուսաբացին քնեց, ամբողջ գիշեր էլի չքնեց, հազիվ եմ քնացրել, ինչ-որ լավ չի քնում գիշերները։ Երևի մա ռեժիմը փոխվել է։ Հա, ման ոչինչ չէ, թող լինի մեր խնդիրը։ Մի երկու օր ցերեկը չենք քնացնի, արդեն կընկնի իր ահունի մեջ։ Էրիկա։ Էրիկա։ Ես իրա շուրն է։ Հեղը խոսը։ Ուր ես գնացել, Էրիկա։ Եթե ես տուն չզանգեմ, վաղ ամուսինս ստեղ կլինի։ Ամուսինդ արդեն ստեղ է։ Ոնց։ Ուրեմն ավելի լավ։ Դու հաստատ ամուսնուս ձեռքից չես պրծնի։ Ես հանգիստ եմ, շատ հանգիստ եմ։ Դու քո կամքով ես եկել։ Եվ տեսախցիկները դա ֆիքսել են։ Այդ դրանից հետո չեմ կարծում, որ քո ամուսինը կուզենա քո հետ ապրել։ Բաց թող ինձ։ Ես տեղ չեմ մնալու։ Երբ որ քո հետ կխոսեն, այն ժամանակ կորոշվի քո ճակատագիրը։ Այսինքն այնա, որ դու այս ամենի տիրոջ սեփականությունն ես։ Ես դատի կտամ, սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Դուր դատի։ Դուր եթե կարողանաս երբևիցե այստեղից դուրս գալ, այստեղից մի դարբերակով են դուրս գալիս։ Դա մահն է։ Ռուբեն, ոնց ես տղաջել։ Լավ մարդ եմ, պապ։ Վերքը թո չի ցավում։ Չէ, ցավն անցել է արդեն։ Մեր մեջ ասած Լուսինեն լավ բժիշկ է։ Ուրախ։ Թաջան, ես խոսեցի այդ Աշոտի հետ։ Ինչի համար, պապ։ Ես ասեցի, որ նա քեզնից հեռու մնա։ Պապ, ինչի համար ես նման բան արել։ Այդ տղան հենց սկզբից էլ ինձ դուր չէր գալիս։ Չի ուզում, որ մեզ մոտ աշխատի։ Չի ուզում, որ դու նրա հետ շատ մտեր մնաս։ Պապ ջան, ես սենց թե նենց իր հետ իմ հարցերը լուծելու եմ։ Ես չեմ ուզում, որ դու երբևէ նրան հանդիպես։ Պապ, ինքը իր արածի համար պետք է պատասխան տա։ Վերջը թեման փակված է, ինքը իր պատասխանը կտա քեզնից հեռու մնալով։ Ես չեմ ուզում, որ երբևէ դու նրան ընկեր ընդունես։ Մի մարդ, ես դեռ ընկեր չեմ ասում, որ իր վիճակի ադանակով հարվածել ուրեմն հանցագործը։ Իսկ նրան այդպես թողնել գնալը կրկնակի հանցագործություն է։ Նրա մեջ մարդը կամ չի եղել կամ մահացել է։ Նա շատ հեռու է մարդ կոչվելուց։ Ես ուզում եմ, որ դու նրանից հեռու մնաս։ Այդպիսի մարդուց ինչքան հեռու, այնքան լավ ու շատ հեռու։ Ալինա։ Զանգում եմ, մամ։ Դեռ շուտ է։ Ոչինչ, թող շուտ լինի։ Թող արթնանան, եթե պիտի արթնանան, թող արթնանան, հետո էլի կքնեն, էլ չեմ դիմանում, մաման գժվում եմ, երեխես չկա։
Մամ գոնե մի բան իմանամ երեխուցս, որ գործի կարողանամ գնալ։ Արի սուրճը թխմի, հետո կզանգես։ Մամա, ինչ սուրճ։ Չի պատասխանում, ես էլ էստեղ չի պատասխանում։ Մամա ոնա։ Ավոջան։ Բարի լույս Ավոջան, Երիկան մոտը տա։ Չէ, դեռ չեմ հանդիպել։ Երեք ինչքան հնարավոր էր հյուրանոցներում նայել եմ, հələ չեմ գտել։ Ավոջան, երեխուս մի բան եղած չլինի։ Հանգիստ եղեք Տիկին Ալինը կգտնեմ։ Ես առանց Երիկա չեմ գալու։ Կապի մեջ։ Լավ։ Կգտնեմ։ Հա։ Մամ ասում եմ, չէ։ Սիրտս լավ բան չի գուշակում։ Մամ վախենում եմ, շատ եմ վախենում, մամ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, եթե ցանկանում եք շարունակել դիտել Խաբկանք հեռուստասերիալի հաջորդ սերիալները, ուրեմն անպայման բաժանորդագրվեք US Armenia հեռուստաընկերության YouTube-յան պաշտոնական ալիքին։ Հենց հիմա սեղմեք subscribe կոճակը, որպեսզի ոչ մի սերիա բաց չթողնեք։